խորագրով հանդիպում, ասել, որ միտքը ծագել է Չարենցից սկսվեց և համատեղ սկսեցին թանգարանների հետ անել միջոցառումներ, Չարենցը ազգայինում, հերթականում ենք Իսահակյանը ազգայինում, կլինի Մաթևոսյանը ազգայինում և կարող են լինել նաև գրողներ, որոնք իրենց կյանքի ժամանակահատվածում ավելի վաղ, քան ստեղծվել ազգային գրադարանը։ Բայց քանի որ ազգային գրադարանը այն կառույցն է, որտեղ ժառանգությունը ստեղծագործական բոլոր գրողների առկա է, ես կարծում եմ, որ կարող ենք և Սիամանոն ազգային ունենալ, և Մեծարենց ունենալ ազգային, այսինքն բոլոր առումներով ազգային այն տունն է, որտեղ բոլորը իրենց ուրույն տեղում։ Այսօր շատ կարևոր է մեզ համար հատկապես Իսահակյանին վարպետին մեզ մոտ հյուրընկալել, ինչու որովհետև 1952 թվականից վարպետը եղել է նաև ազգային գրադարանի գիտխորհրդի անդամ և անմիջականորեն մասնակից է եղել ազգային գրադարանի գիտական աշխատանքներին։ Ավելի մանրամասն ես կարծում եմ մենք դեռ կլսենք, մեր այսօրվա հանդիպումը շատ ավելի կարևոր է դառնում, բացի այն, որ մենք համատեղ Իսահակյանի թանգարանի հետ ենք այսօր միջոցառումը իրականացնում, մենք այսօր պատիվ ունենք նաև հյուրընկալելու Ավետիք Իսահակյանի թոռ Ալիք Իսահակյանին, որը կարծում եմ լավագույնս կարող է ներկայացնել, պատմել վարպետի մասին և հենց այն առնչությունները, որը վարպետը անպայման ունեցել է ազգային գրադարանի հետ։ Պարոն Իսահակյանի հետ երբ զրուցում ենք և մտածում ենք այսօրվա միջոցառումի մասին, պարոն Իսահակյանն ասում էր, որ վարպետը խոսք ուներ, գիրքը իմ գիրքն է, և մենք այդ խորագրի ներքո ենք առանձին ինչ-որ կլոր սեղան կազմակերպել, ես մտածում եմ, որ հնարավոր է մենք դեպի աշուն քանի տարին Իսահակյանական մենք դեպի աշուն մի այդպիսի լավ կլոր սեղան կազմակերպել, քննարկում, այսօր ինձ լրագրողներից մեկը հարցնում էր որպես արդեն բանասերի Իսահակյանը որպես գրող իր դերը այսօր արդիականությունը մեր կյանքում և ընդհանրապես Իսահակյանը ինչ կարգի է ուսումնասիրված, ինչ կարելի է ուսումնասիրել և այլն, այսինքն մենք կարծում ենք, որ այս թեմաները բավականին երկար դեռ քննարկման առարկա կարող են դառնալ, այդ չասեմ, որ այս տարի գրադարանային շաբաթվա շրջանակում մեր ընթերցանության մարաթոնի հերոսը Ավետիք Իսահակյանն էր և տարբեր տեսակի գործեր ընթերցվեցին մի ամբողջ օրվա ընթացքում, ինչը նորից զարմացնում էր այն բազմաբովանդակության և բազմաժանրության տեսանկյունից, որը թողել է մեզ վարպետը։ Եվ ես խոսքը ուզում եմ սիրով փոխանցել Իսահակյանի թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանին, որը ցուցահանդեսից է մի կտոր ավելի մանրամասն դա իրեն, և հետո մենք շատ կխնդրենք պարոն Իսահակյանին երկու բառ խոսել վարպետի մասին։ Շնորհակալ եմ Ժուլիան, շնորհակալ եմ այս հրաշալի նախաձեռնության համար։ Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Հայաստանի ազգային գրադարանի հետ, քանի որ մեր երկու կառույցների նպատակներ մեկն է տարածել գիրը, գրականությունը և այս դեպքում հատկապես Իսահակյանի ստեղծագործական կյանքի ստեղծագործությունը։ Իսահակյանի թանգարանում պահվում են 5000-ից ավել գիրք, որոնք բազմաբովանդակ են և բազմաժանր են և նորից պարոն Իսահակյանի զրույցներում մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ Իսահակյանը հանրությանը հայտնի չէ նաև որպես գրքահավաք։ Շատ յուրօրինակ գրքեր կան, որոնք միգուցե նաև զարմացնում են, ինչու պետք է օրինակ Իսահակյանին հետաքրքրել ֆիզիկան,
բնության աշխարհագրությունը, բնաշխարհը, բայց այս մարդը յուրահատուկ մարդ է։ Իսահակյան մեծությունը հենց նրանով է մեծություն, որ կողմից է նրան մոտենանք մենք բացահայտելու եւ մեզ համար մեր Իսահակյանին բացահայտելու եւ հանգության համար բացահայտելու շատ բան ունենք։ Մենք այսօր վերել ենք շատ հետաքրքրով 150 ցուցանմուր 100 գրադարանից եւ 50 թանգարանից ենք վերել, բազմաբովանդակ, բազմաժանր իրականություն ենք վերել, որ տեսնեք թե ինչ տարբեր է եղել Իսահակյանի նախասիրությունները, ունենք գրքեր վերված Լայպցիգից, իդեպ ասեմ, որ Իսահակյանը սովորել է Լայպցիգի համալսարանում եւ հենց այս տարի ուշադախտակ տեղադրվեց այնտեղ, այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը հոգեբանական ծրագրերի շրջանակում, եւ մենք մեծ պատվով Լայպցիգում նշեցինք, որ այդ տարիներին դեռևս Իսահակյանը 18-19 տարեկան էր, այստեղ երիտասարդներ կան, որոնք այդ տարիքի են համոզված եմ, մտածել է, որ պետք է այս Լայպցիգում, որը Եվրոպայի այսպես գրահրատարակչության կենտրոններից մեկն էր, այս գրքերը պետք է վերել հայրենիք եւ այդ տարիներին շատ մեծ դժվարությամբ նավերով, սունդուկների մեջ այս գրքերը հասել են Հայաստան։ Հայաստանում էլ հանգիստ չեն ունեցել գրքերը, մի քանի անգամ այսպես բռնագրավվել են, ցարական կառավարություն եւ այլ, եւ կարդում ենք Իսահակյանի հուշերում եւ նամակներում, որ ինքը խնդրում է վերադարձնել իրեն գրքերը, գոնե գերմանալեզու գրականությունը հետ վերադարձնել։ Եվ այդ գրքերը այսօր Իսահակյանի տուն թանգարանում են 700-ից ավել եզակի նմուշ գրքեր, որոնցից մի քանիսը այստեղ գերմաներ են, որոնցից մի քանիսը այստեղ վերել են եւ անցած անգամ Տիկին Ջուլիանն էլ պատմեց ինձ, որ երբ Բրյուսովը համալսարանը այսպես բացվել է, ուսանողները հենց այդ գրքերով են գերմաները ուսումնասիրել։ Այսինքն այս մարդու մեծությունը ամեն ինչում է եւ նաեւ այս հեռատեսությունն է իր մեծությունը, որ համոզված է եղել, որ հայրենի երիտասարդներին անհրաժեշտ է կրթել նաեւ եվրոպական արժեքներով։ Այնպես որ ուրախ եմ այս հանդիպման համար, համոզված եմ, որ մենք դեռ շատ անելիք ունենք համատեղ, ձեզ մաղթում եմ հաջելի վայելում այս գեղեցիկ ցուցադրության, որտեղ եզակի նմուշներ կան եւ մագաղտնություններով նմուշներ կան։ Հաջորդից մենք դիտելու ենք թանգարանի պատրաստած վարպետ անիմացիոն ֆիլմը, որտեղ դուք կծանոթանաք եւ կտեսնեք բազմաթիվ հուշեր եւ կլսեք բազմաթիվ հուշեր Իսահակյանի մասին, որ դեռևս չեք լսել եւ կտեսնեք Իսահակյանն իր ամբողջությամբ։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ միջոցառման համար։ Ես երկու բառ ուղղակի հիշեցրեց Արմինեն, իսկապես երբ Բրյուսովի համալսարանում կամ Բրյուսովի համալսարանը 1935 թվականին հիմնադրվել որպես ուսուցիչների համար պատրաստման երկամյա կուրս է եւ առաջին օտար լեզուն առաջին եղել է գերմաներենը։ Եվ մենք այդ Օբելյանի կապակցությամբ արխիվային նյութեր էինք ուսումնասիրում եւ կային դասախոսներ, որոնք բավականին տարեց էին եւ այլևս չէին աշխատում արդեն համալսարանում եւ իրենք հիշում էին, որ դիրք չկար գերմաներենով եւ իրենք լեզու էին սովորում ուսումնասիրում եւ դրա խիստ անհրաժեշտությունը կար եւ ավելի Իսահակյանը իր տան դռները բացել էր եւ մարդիկ ուսանողները գնում էին իր տուն եւ իր տանը գիրք էին կարդում։ Ինքը դրա համար է։ Այո, որ ինքը որպես գրադարանավար սպասարկել է իր տան գրքերը անձնական գրադարանը տվել է բոլորին, ով դրա կարիք ունեցել է եւ դա հիշում է այդ մարդիկ, ովքեր իրեն անձամբ տեսել էին, արդեն հիմա չկան 90-ից մարդը, հետո հետագայից դասավանդող արդեն դասախոսներ, Բրյուսովի համալսարանում։ Այսինքն այս պատմությունը վերնեվերան պատմում էին, այո։ Եվ պարոն Իսահակյան, երբ խոսում էինք ասած, որ ես հատուկ բացեցի տարեկություն ազգային գրադարանի, որ ստուգեմ, որ թվականից է պարոն Իսահակյանը դարձել մեր գիտխորհրդի անդամ։ Եվ ես գտա 1952 թվական, արդյոք կա ինչ-որ հուշերի կապը գրադարանի հետ, բացի այն, որ ինքը եւ գրքերի գրադարանի եւ անմիջականորեն կապված է։ Ինքը չկա, շատ ավելի վաղուց է բարեկամներն ադրել բոլորել գործունեությունը,
ուզում եմ ասեմ, որ սա ինչպես իսկական թանգարան կամ գրողների միություն, այդպես էլ մեր ազգային գրադարանը իսկականի հարազատ տունն է, որովհետև պատկերացրեք հավատացեք ինձ, որ սուղ ասեմ իսկականը, որ նամիլյացել իմ գիրքը հասկանում եք ինչի կա, բայց նա ասել այն գիրքը կինն է, բայց տենց բոլորի մտքով չէ, բայց նա ասում է գիրքը Եվ արկացեք ինքնը և Թումանյանը երկու հարստություններ ունեցել իրանց գրադարանները և Թումանյանի այլու հուշերը, աղջիկների հուշերը պատմում ես, որ մի անգամ Թումանյանը գնացել է ուրեմն կանչելավուրերի, եկել է բերնատան իրան գետերը բաները, ինքն էլ ասել է, գնամ ասեցին, որ ես նոր այս տարվա հանած խաղողից, կայցած խաղողից լավ պարմ ինի պտի բերեմ տղաներն է գալու էր, պրոստով շուկային է, նույնիսկ եմ։ Ավարկվում են Աղայանը, Թումանյանը, Հապալյանը, Շանտը, Հազարոս Աղայանը, Նահապետը։ Սպասում են Թումանյանին, Թումանյանը չկա բողոքար ուշացումով գալիս է, նայում են էլ ժամանակ դեպիվը չկա, կարգեր էին, կարգի կապոսներ եմ հանում, չերը աղրակես, Բարտասում են աղջիկների, բարտասում են վերեցերը չողորձի անում, օան ես ատում, շատ ուրախացեք, ճանապին մտա մի հապանուտ կա, որտեղ պետերություն ներքեր է ստանում, մարկվար միջակում չմետացեք պետերիզը, են ժամանակ են լայվետ կապը, և Եվրոպա, և Ռուսավետը, և ինձ ասում է գերախանութի տվարին ասում, նոր ահարկի գրքեր եմ ստացել, ձեցին հայեր, էլ համագետի առհատը, բայց գնաց բոլոր բայց Ոլգան ասում է, որ չիչ ամենյաս, մանակում բապակ քնուքի, ատե աշխային կուլազում են հավարմար չկար գնա, այս արմին, ես ասել դերքում մերոտիստը իշխում է, դա չրցիրով է իշխում, որ Ժենևում պիսարականն ապրել է 1915-ից մինչև 20 տարիներ և բավական նեղ տնտեսական վիճակում է որտեղից գրող մարդ, ստեղ հեղափոխություն, եթե փոխություն կարող է ջարավցից բանից հեղափոխություն ամենից ծնդեց գնաց և իր գրական վաստակով պետք է ապրել, որ բնականավոր ամեստ է միշտ է ապրել, հիմա երեկոյան զբոսնում են երբ են քայլեր իրենք տարանացում դեպի գրախանութ, մտանք ներսպան նայում են, Իսահակյանը գիրեք շատ հայտարարում Բուդդայի կյանքով և մի գիրք ասում են նայეთ գերմաներեն Բուդդայի կյանքի մասին, նայეთ Ամատու գինը հացրեց, հետո հետ տվեց, ասմատ է, ամեն գիրկո չես առնում, որ նայեք, հետ տվեց, եկան ուրեմը իրակի օրը, որ արդեն ճաշի են նստում, բերեց ուրեմը ապուրը տվեց, ապուրը կեյան, ընտանիք փոքր է, վարպետի կինը և որտի, Եվ ուրեմը գնասկինը երկրորդ բերի, երկրորդ որ բերումը անձանոչքով ծածկած ապսերը։ Բերում դրում ավետի կինոճավ, անմանդրմըտք է, դեսում այն Բուդդայի մասին գիրքը, ասմա այսօր սակ, պես ոչ, ասմա պատրաստ է, շատ ավելի համով կլտան, և իրեք ջահել ամենը ջահել հասակից այն է, Արմին եմ պատմել, որ լայպցիգի սովորելու տարիներ, սովորում, բայց սա է վերջի կոմպետներով գիրք հարը, միշտ, որովհետև գիրքը հավատած գիրեք, որ գիրքը դա մեծ պատուան աշխարհի առանց բացած, մենք շատ երկրներ, գիտություններ, ճյուղեր գիտության, գաղտնիքներ և աշխարհի մասին, քաղաքականության, պատմության, մարդը չի կարող նստաստան է, այս ամեն ինչի իմանա, կամ հեռուստատեսությունից կամ ռադիոյարկը չի կար,
ամենամեծ ընկերը մարդու տակ որ Չեվը Թումանյանը ասում է մի հարստություն ուներ իմ շուրջը և այդ հարստությունը փողից շատ ավելի բարձր է որտեղ փողը վերջին օրվա ասում է նեխտա ձերքիկը և փողը ծախսերում գնում է իսկ գիտության բերած, գրքի բերած գիտելիքը մնում է ես ձեզ ասեմ քանի որ ազգային գրադարանում ենք ես ասեմ որ ես վախենում եմ որ մարդկանցից որոնք չեն կարդում և ես բնութագրում եմ այսպես էլ ես մարդը գիրք է կարդում իսկ ես մարդը գիրք չկարդում և եթե 30 տարի առաջ դա քչելին էր վերաբերվում 20 տարի առաջ արդեն ավելի շատ է իսկ հիմա ոնց որ վերաբերվում է ավելի և ավելի ցավով եմ ասում ավելի և ավելի շատ է մարդկանց համար գիրքը դարել է ոնց որ մի օտար ոնց որ մի էկզոտիկ թռչուն, որ դա չեք հասկանում, թե գիրք ինչ է, ես չեմ հասկանում։ Ես սկսում եմ մտածել, թե կարող է մի օր գա, որ մեր հայ ժողովուրդը, որ նարեկացուց մինչև չարենց մեր հայ գրողները, մեր հայ մտավորականները, որ ամբողջ մխիթարյանական ակադեմիա Փորձի հայագետները, ոչ Թուրքի հայեր, որ գիրք են տպել, գիրք են տպագել ամեն տեղ Մոսկվայի ենտրոնները, Պետերբուրգի, նույնիսկ Ղարաբաղի, Շուշի մեր հայկական գրքերը Կալկաթայում են տպել, հայկական գիրքը աշխարհի տարբեր տեղերում ատպել Այդ հարստություն է սսկայական, միթե ինչ-որ սերունդ ագարը, որ ձերքն չի վերցնել, տգետ, անգերակներ, վնասակար, որովհետև եթե մարդը տգետ է, հասարակության համար վնասակար է, էլ չեմ ասում հայրենասեր էլ չի կարող լինել, ազգոկուտ էլ չի կարող, դառնում է ռուսարեն բառում է, պատրեմիտ է, հենց ամանը կցես վերանը, ջինսերը ակներ, նրանց կաֆեում միսնի, կամ խապես ընգերոջը, կամ գործարքների մեջ, ինչպես պողանատուպեր, միամ աղջկա աղջկա ինչ-որ, սարսապելի բանատներ է ուներով, եթե հասարակությունը հեռանում է գրքից, սկսում ապիրել երկրում տգիտությունը, տգիտության դեպքում ամեն ինչ հնարավոր է, որովհետև միայն արգելող տորբոզներ իսկական, դա խելքն է, միտքն է, եթե դա գոյություն չունի ու դա սկսում է տկարանալ, թուրանալ, երկինել է թուրանալ։ Շատ սխալ են ասում, որ ամերիկացի գիրք չեն կարդում, և մի քանի անգամ եղել եմ Ամերիկայում, դե երկու անգամ դրանպես մենակ էին ապրում էի գերոշտանը, բայց մենակ էի գիշերը դուրս էի գալիս։ Ման էի գալիս և իրանդացի, որ Իրաստանից ոչ հեռու, դա Պասադենայում էր, կամ մի հատ 24 ժամանոց գրքի խանութ։ Ասի հելը մի հատ մտտեմ տեսնեմ եմ, մտա այդ գրքի խանութը և տեսնեմ, որ ահագի երիտասարդություն կա, երիտասարդություն, կես գիշեր, ժամը 12 մեկը հանում է գիրքը, նստում է հատակի գործերի վրա, կարդում է, մյուսը հանում գրասեղանի մոտ, փոքր շրջան եկա շրջավերցնում, մեկը մանա գալիս գրքերի նայում, ահագի, ոչ թե գիրքը գնում են, այդ գրադարանին ուման, այդ խանութ գրադարանն այլ է ոնցում, նայում, հետո կարդում է տեղը գնում են, բայց դա նշանակում է կարդացող հասարակություն, և այդ կարդացող հասարակությունը միշտ լավ կարդում, ուշ կլինի, խելոք կլինի և իշկի տգերների վրա, դրա համար Ամերիկանի չի վերերգում, ինչու Ամերիկայի սպառազինությունը հասնում է 970 միլիարդ Պատտետիկ ինչ փողը, 970 միլիարդ, դա ինչ հարուտ երկիր, Սովետական միությունը, Ռուսաստանը 140, Չինաստանը 700, դա նրանից է գալիս, որ այդտեղ ժողովուրդը սովորում է, համալսարաններ, մեր մոտ համալսարան հաճախ գնում է, որ ասեմ մի բան տունվել է գնացել, և ես չգիտեմ պիտի առանձին հարցնեմ, արդյոք ինչպես է հոսքը գրադարն է, քչանում է, թե նորմալ է մնացել, թե քչանում է, Չէ, չի քչանում։ Փարկաս,
դեռ մենք են ժողովուրդն ենք, որ հույսը կորած չի։ Ես միշտ ասել եմ, որ նրանք Չինաստանում 2 միլիարդից ավելի մարդ կա, մի հատ պալիտ բյուրո կա, որ ղեկավարում խելոք մարդկանց մի հավաքածու է, որ ղեկավարում այդ հասկա, բայց ավելավար ժողովուրդը խելոք է, գաստրոյերի կահարություն, Չինաստանում հակառակ մեր մոտ ուրիշ բան։ Մարդու համար գիտքը դա այնա, որ ինքը ուսմով, գիտելիքներով, դեք ոնց որ դուրս գաս ուրիշ բանը, փողոր դուրս գաս դրեխներով, ծնտոտիներով, փողոր դուրս գաս հատնovat, այ ինձ դու մտնում ես աշխարհ, ուսում, կյանք, առանց գիտելիքի, առանց գիտ կարդալու, դա նշանակում է տկլոր է դուրս եկել աշխարհ։ Վարպետ այս բանը լավ հասկանալով, նրան հարցրեց, որ վիճակը 26 թվականին որ եկավ, արդյոք այն ժամանակ կար չէ գերադարանը։ Այս շենքում չէ։ 19 թվականին։ 19 թվականին դաշնակները գիտեն, որ պետք է գերադարան, եթե լուսավորության նախարար Նիկոլա Օբալյանները առավել ևս ուրեմն գերադարան եկել է Երևանում։ Ուրեմն առաջին գալուց 26 թվականին 29 թվականին որ վարպետը մնաց, նա ասում է ես գերադարանների հաճախ է շատ դնում, որ պակաս կա հայ ազգային անկախության պայքարի այդ ապության նորագույն շրջանի գրքերի գրականության դրանք արգելել են, ոչ որ ժամանակ արգելված է արգելտակ է, չկային են, բայց դրա կարիքը շատ կար, որտեղ անցած հարցնում են, խոսում են, բայնոր ջահելները, երիտասարդությունը, ուսանողությունը, հայրեն ասել մասան, որը սարքեց ես երկի է։ Եվ ջուր կարել է, և դու պատերացեք, ինքը ասկացա, որ ազգային պատմության, անկախության, մեր ոչ և անցյալի մասին գրքեր շատ կարիք կա։ Եվ երբ որ արդեն ինքը վերադարձավ 36 թվականին, միշտ պիտի գար ընտանիքով Հայաստան, ինքը բերել և իր արխիվը, իր գրադարանը, և 22 արխիվ նվեր բերեց։ Ու եթե գցենք ամեն արխիվում մոտավորապես 50 գիրք հաշվենք, ուրեմն 1000 գիրք ամենակիչ է վերաբերել և այդ գրքերը այն ժամանակվա Արասիտ Տիրապյանը մանին դասում էր, որ վարպետի բոլոր գրքերը հատուկ ֆոնդը պահ բան է դելի, հատուկ պատելի հատուկ ֆոնդը սպասար։ Եվ լավ մարդկանցից մենք գիտին է Վազգեզին Հարցակայանի երկար ժամանակ հատուկ ֆոնդում մեր աշխատում։ Եվ իր հերթին այդ բացը ոնց որ պագելու համար և երկրորդ որ բերի գրքեր, որոնք իր համար շատ հարազատ են պոեզիա, ասեն գերմանական, ֆրանսիական, իտալական պոեզիայի գրքեր, այդպես որ 1000 դեպեր է վիրել է, հետո էլ կոչուց Միհաստիկյանի անվան գրադարանը, միջայնոտ Միհաստիկյանը պայտառագույն մարդ, մեծ հայրեն ասել, և շահոնը փոխվել է շատ կիցում, որովհետև դա են հայերից չէ, դա մեծ հայերից էր, և տեսակ ղեկավարը Հայաստանը չուն է, իմաստուն, և դրուզիկեր են վերջին հաշում, թե հետո արդեն հետագայով, երբ վարպետ 36 եկա, նա շատ հաճախ Այաննաջան գալիս են 52 թվի երևի արդեն գիտխորորդ ընտրել ասել են իսկ միջև միշտ էլ եկել է, գիրկա վերցրել, գիրկա տարել, գիրկա բերել, միշտ կապված է գրադարանի հետ, որովհետև գրող գիտնական մարդը չի կարող հեռու լինել գրքից։ Նրա համար գիրքը պետք է մշտական ձեռքի տակ լինի, մշտական նայի, աշխատի, տեսնի և դուք մեր Իսահակյան Դալգարով նայեք,
հավաքածուներ են և արդպետի գիտեր հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հետո սովորես նաև դաներեն, և որվերնի դիքում ապրեն, և գերմաներեն գիտեր արդեն մեր էջմեածմի ճեմարանից, ճեմարանում գերմաներեն էին սովորասում։ Եվ դու նայում ես թանգարանում ապատ կրքեր կան, Լայպցիգ 1853-18 տարեկան, ուրեմն ձերքա բերել, գրել է, օբսատիվը դրել, ձերքա բերել և հավաքել։ Իր կյանք այնպես է, որ ստիպված է լինել և եթե 2 տարի հետո ինքն կա մետեխնի տան 20 տարեկան և իրանց տանը արդեն երբ որ որդին Աբբասի Սահակյանց մեր փոքր տղայի 7 տարեկան ամուսնում եմ, որ ինչպես հորեղբայրը նստած էր, բայց եկան Ղազարապատի մեր տունը, պտիկային ուր տվեցին, թե առավոտը ժանդարմեր գալու են խուզարկեն, տեսնեն ինչ ակահեղափոխական, то есть ակահեղափոխական, ակացարական գրքեր կան, որ դա լինի Իսահակյանին է մեղադրական փաստաթուղթ և մենք էլ ասում աղբորս հետ Իսահակ Իսահակյանի հետ շատ էինք հասկանում, որ գիրքն արգելված է, որ բայց հանգարտ որ բան չլինի, առնենք ամբողջ գիշեր փեջը գցեցինք, գրքերը վառեցինք, որովհետև որ առավոտ եկան ասում սկսեցին ամբողջ տունը խուզարկություններ արել, բայց բան չգտան, դե որոշ բան գտան, այսինքն գրադարանը մի հատ տենց ունեցավ կորուստ։ Երկրորդ մեծ կորուստը եղավ, երբ որ եղավ հեղափոխությունը և այն ժամանակ ազգայնացը, ինչպես որ Գյումրի մեղած կլինեք և թանգարանում տեսած կլինեք, այդ թանգարանը շատ հարուստ լավ գրադարան արդեն ինքը ավետիկը հավաքել էր, որովհետև իր մշտական տունը Կովկասում Հայաստանում Գյումրին էր, իր մեծական տունը։ Եվ այդտեղ նա հավաքեց, բայց արդեն 20 թվի երբ որ ազգայնացրեցին, այդտեղ բերեցին իրան տանում 5 չքավոր ընտանիք եղավ, այդ մարդիկ ինչ պիտի տանա շուկա ծախեցին, մի մասը ազգայնացրեցին, մի մասը ինչ որ մնացել են, նրանք էլ տանա շուկա որ ծախեն կամ արտոֆիլի հետ փոխանակ։ Երբ վարպետ եկավ 26 թվին շատ բան եղավ, և ինքը լունաչափսկուն ավակ էր գրել, որ իմ գրքերը ես որոշում եմ գրադարանի, այն գրքերը որ ես բան եմ արել, բայց հատուկ եմ գիրք հետ կտա, որ հեղափոխության ֆոտոյիկից տակ։ Ինքը հաստրեց թե Ժենևում, թե Բերլինում, թե մանավանդ Փարիզում, որտեղ Փարիզն էլ նշանավոր ունի այսօր էլ երևի աշխարհի ամենահայտնի բուկինիստական խանութները փողոցան տարված, Սենայի ափերին ամենուրեք գիրք են վաճառում և ես էլ մեծ ինքս էլ քանի անոր եղել եմ, աչքով կանգնել ժամերով նայել եմ ինչեր կան, ինչի վրաներ, նայում ես, տեսնում ես մի ամբողջ աշխարհ։ Եվ այդ բարը բախտաբար այդ գրքերը իրան թույլ տվեցին, որ ինքը բերի, ես 22 արկա ազգայնական բանի տեց գրքերով նվիր այդ ազգային գրադարանի, մնացածը գրավ, որտեղ միայն գերմանական գրքերի տիպը 800 ակալ, ռուսականն է կարդար 1000-ից ավել կա բոլոր ես ասեմ, որ ես ինքս եմ շատ գիտեք ծրողից շատ բան է կախված, որ երեխան գիրքսի այդ շատ կարևոր բան է կամ կապ պետք ունենա օրինակ ես դա խոսում եմ բայց ինքս իմ թոռների հանդեպ չեմ կարողանում այդ պարտադրանքը դարձնում շուտ բանը հեռախոսը ձերը դառնեմ գիրքը դնեմ ձերը իսկ ես եմ որը փոքր էի միակն է երեխաներ որով պերջուն էի հայրս բայրս գործ եմ յուտ տանում տատս և ես երոս տատս մասը գիրք եմ վերել եմ այսօր գորնակում եմ աննայում ուսորինակ գրադարանի
անվանել եմ Սոֆիա Ավետիքի բարի հրեշտակի պատմից մաս։ Դե գնում էի, որ տատիկը ճաշը